Ողջույն, մտնենք գայի բողոտը, վերջնական 5-րդ զանգվածը պետք, Տասերեք աստիճանա, մարտի 19-ը, ժամը 5-ն է արդեն, 5-ը պակաս, 7-ը պակաս, լավ ուշացա, այս մեր նանսեն անցնենք, Ծիրանն էլ անցանք, հետո ինչ ալնելու դե ասեք, հետո ալնելու է Սաֆարյան փողոցը, Խաչմերուկը, դեպի աջ Սաֆարյան, դեպի ձախ Ստեփանյան, Նելսոն Ստեփանյան, այդ բոլորը անցանք, ես էլ մեգամոլը, հետ էլ անցնենք, այ մեգամոլից հետո մյուս Խաչմերուկը, հիշում եք, այստեղ, դեպի աջ, Բաղյան փողոց, այսօրը, այս այմար շտապեցի այստեղից, տեսեք, 3-րդ զանգվածա գրած աջ կողմը, ցախ կողմն էլ Հովանեսյան փողոցն է, այնտեղ 4-րդ զանգվածն է, այստեղ մի վաղտ, հա, դե ցախ կողմը մեր մանկական պոլիկլինիկան էր, էլ ինչ կար, հա, աջ կողմն էր մի հատ, հետաքրքիր այն ժամանակվա համար սուպերմարկետ էին բացել, գիտեք ովքեր էին, այդ հիմա բարի սամարացի տենց երշիկի գործարան կա, այ դրա տերն էր բացը, աչի վրա, բայց նայում եմ չեմ հիշում որտեղ էր, լավ, ստեղ թեքվենք, մի հատ ինվորմացիա տամ, հետո մեքենայից դուրս կգամ, ուրեմն իմ կարծիքով ամենաշատ նորակառույցները հիմա Երևանում նորքում են ու աչափնյակում, աչկաչափով ինձ տենց թված, որոշեցի աբոյին հարցնեմ արհեստական բանականությանը, ու տեսեք ինչ պատասխանեց, ես հարցրեցի ամենաշատ նորակառույցները որ շրջանում են Երևանի, ուրեմն պատասխանում է, տվյալ պահին, ուրեմն վաճառված բնակարաններով նորակառույցներում Երևանում առաջի տեղում է Մալացիա Սեբաստիան 804 գործարք, երկրորդ տեղում Արաբկիրն է 706 գործարք, երրորդ տեղում Շենգավիթն է 417 գործարք, հետո գրում է հարկավոր է նշել, որ նորքը առաջի տեղն է կառուցվող շենքերով, այնտեղ արդեն 700 բնակարան է վաճառված, 708 բնակարան, դե դուք գիտեք, կիսակառուցած շենքը արդեն վաճառվում է, էլի, դրա համար առաջինը նորքն է, երկրորդ տեղում Աչափնյակն է 506 բնակարան, սենց տվյալն է ժողովուրդ, շատ անսպասելի էր ինձ համար, ինձ թվում էր Մալացիա Սեբաստիա, Շենգավիթ, այնտեղ համարյա չի կառուցվում, բայց տեսեք, որ հա, ես մտածում էի, այնտեղ կարող է ուղղակի հին բնակարաններն են շատ վաճառում, բայց այդտեղ պարզ գրած է նորակառույցներում, դե հիմա չգիտեմ։ Ներքևից թռա վերև, այս
Գալշոյան փողոցի վրա եմ։ Այսա Գալշոյան փողոցն է։ Այնտեղ Միկոյան փողոցն է։ Հա, այս GoPro-ս ինչ-որ ուրիշ ձև եմ, հա, դրել, լավ, հեսա կփոխեմ։ Ստեղ էլ Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Ահա, ուղեցի։ Նորմալ օբյեկտիվ դրեցին, շատ լեն էր։ Գնանք եկեղեցի մոտ։ Ու ընթացքում նորակառույցները կուսումնասիրենք։ Այս կողմի վրա են նորակառույցները։ Դեն Գալշոյան փողոցն է, արդեն ասեցի, այն կամերայով ճիշտ է։ Եկեք մի հատ ջուր խմեմ էլ է։ Դեմ եք ստեղ ինչ լավ ջուր է։ Այո, լավ սառն էր։ Դες շենքերը այսօր անընդհատ կադրի մեջ կլինեն։ Դեր մասը լավ բակ էր, փոքր մի տեսակ։ Ձևը փոխել են, ոնց որ։ Հաչե ընդեղը։ Ես մասն է, ոնց որ։ Հա, ընդեղից պետք է մտնեի չնկատեցի անցա։ Բայց սա էր։ Ինչ-որ շենք է, նստարան, հա։ Չէ։ Ստեղ մի հատ լավ այգիի նման տեղ կար։ Ինչ այգի նման։ Սենց տարածք էր, դե չկա, ինչ ասեմ։ Էլա, անտեղ ինչ եք ուզում, այգի նման տեղ նկարվելու համար։ Չէ, կարոտել էի։ Հաջան։ Գնա մտել, ձեզ չանհանգստացնեմ։ Ես աստեղ եմ մեր վարդերը, բայց ծաղկած չեն։ Հա, վարդեր էլ ունեք։ Լավ որ ցույց տվեց, էլ մտնենք տնանք, ինչ ցույց տվեց։ Վարդերն, հա։ Գնամ են կոմից դուրս գալու տեղ կա։ Հա։ Լավ, ինչ-որ մի բան փոխվել է։ Դե լավ փոխվել է։ Կյանքը էլ ամեն ինչ փոխվում է, չէ, բնական է։ Всё. Դուրս եկա։ Հա, կարող է ես են
Ծաղկած ժամանակ ենք մտել, Անահիտի հետ մի անգամ մտանք, շատ հավես էր։ Այս լավն է մարդս։ Հələ մի րոպե, հա։ Նայեք ինչ գեղեցիկ է։ Մեր մանրանկարչության հերոսներն են, չէ՞։ Շատ սիրուն է։ Այս կողքերն էլ սենց, ստեղ էլ այդ խաչքերը, ուներ էլ մեկը են ինչ հատվող է, լավ, գնացինք դալշը, հանգիստ է վարի դուրեկան, էլի բանա, արարողությունը, սեքո, այս ժամը հաշվի չառը, լավ ստացվեց, լավ, ներս մտնել է անիմաստ է փաստորեն, այս աստիճանն է արդեն, լավ, եկեք ստեղ մի կամերայով նկարեմ, այս էլ ստեղի նորակառույցները, ստեղել է կառուցվում, այն այք ինչ մեծ տարածք է ստեղ, ուրակ կլնի երևել, ծառերը կաճեն, այսքան նորակառույցների կողքը, Անահիտ այն ժամանակ ճիշտ նկատեց, ասեց ես, աստիճանը արել են, որ ստեղ էլ նորակառույց չլնի, են մեկը հայորդաց տուն է կոչվում, կարծում եմ շատերը գիտեն այդ ինչ բան, որ չգիտե ասեմ մոտավորապես եկեղեցու գից պիոներ պալատ դից մի բան դերմեք ինչ ստրատեգիկ տեղ է նստարանը նստում ես ու այսպես տեսարան է եկեք ներսոնց գնանք Իրենց պայսներն են բանի այս վաղն
Եկեղեցին դարավ շենքերի ֆոնի վրա փոխվեց ուրվագիծը լավ մի հատ էլ հա կամերան փոխեմ ստեղից սկսենք ես կամերայով նայելը Գալշոյան փողոցը սենց իջնում է, պտտվում է հետո նորից բարձանում է ու էլի միանում է Միկոյան փողոցի հետ ես ձորն աստեղ ես ձորը ահակին խուճուճ է մասիվով գնում գալի այս է սովետական նորակառույցներ են լրիվ Ես էլ հուշարձանն է ցույց եմ տվել, չգիտեմ հիշում եք ինքնատիր ընկավ կարծեմ Սոչիից էր գալի, հեսա կմոտենանք կճշտենք Մենք էլ այնտեղից եկանք նոր այս աղջիկների մոտով մի կրուգ արեցի 2006 թվականի Երևան Սոչի այո չվերթի զոհերի հիշատակին Ես երևի առաջի դեպքն է, որ ծաղիկներ չկան Դե կարծում եմ գնանք աստիճարով մի հատ իջնենք որ մանրամասն տենանք ինչ են արել Աշես տեղից էլ ճանապարհ կա, բայց հետաքրքիր է այն մեջտեղից իհարկե Այս հայորդաց տունը ես իմ երբ էր մենք բոլոր հատակները ստեղ խղկեցինք դրանից հետո ես եկեղեցում բոլոր հատակները հղկեցինք Ափսոս եկեղեցին չեմ կարա ցույց տամ Ես ինքս ամեն անգամ որ մտնում եմ զարմանում եմ ինչքան որակով սաղ այդ կարերը մնացել են էլի քարերի մեջտեղը գիտեք ինչի այն ժամանակ էպոքսիդնի սմալայով էին կանում խեժ էպոքսիդի խեժով հիմա չէ պոլիէֆիրնի խեժեր են հայտնվել արտասահմանյան Դե այդ պոլիէֆիրով հարմար է աշխատել ինքը արագ է չորանում Էպոքսիդով դժվար է շատ այդ մի սուտկա պետք է չորանա եւ այլն Մի խոսքով հերթական օրինակ որ արագության հաշվին որակը փչանում է Դե շենքերի վրա այդ լավ տենում ենք, չէ՞ ասենք թամանյանական ժամանակները ու դե մինչև 50 թիվ երևի, հա շենքերի որակը հիշում եք առաջին սիրո երգը որ տուն են ստանում դե ասենք օրինակ Ձերժինսկի դպրոցի մոտ, չէ այդ տները Չարենցի վրա այդ հատվածը Սայատնովայի վրա Աբովյանի վրա ու հիմիկո ես
Կառոպկաները, որոնք շատ արագ են կառուցվում, անհամեմատ Դե չանք Սրանք մի քիչ կասկադն են, չէ՞ հիշեցնում Հենց երեք էինք, չէ՞ այնտեղ Հա, ու կասկադի նման ես լանջերը հլը անորոշ վիճակում են Սենց Դե վերևից տեսանք, չէ՞, այստեղ սենց կլոր է Մեջը ոնց որ շատրվան է, հեսա իջնենք կտենանք մոտիկից Ժամանակ առ ժամանակ չմոռանամ դեպի վերև ցույց տամ Կողքերը ցույց տամ Այն մի շենքը Անկասկած Նարեկն է հեղինակը Հիշում եք ես վերևս ոնց մի հատ եռանկյունի է դնում Հետո ինձ ասեցին, որ բնակիչները հավելյալ արժեքով այդ մասը կարան վերցնեն ու այնտեղ դեպի խորքը շարունակեն ինչ-որ բան կառուցել Բայց հիմա սա ուղղակի կարտոնի նման բան է, էլի Չի շարունակում դեպի խորք Դա էլ տենց ինչ-որ ֆոկուսը Ես մոտենում եմ առաջի հարթակին Ես ինչ է, սեղան է, ինչ է, հա? Նարդիի չեմպիոնատի Հələ մոտենանք կավա մի բան հասկանանք Ես ենքան եմ նկարելու ես որ երազում ես շենքերն ենք տենալու սաղս Հա, նույնիսկ երկու հատ են, հա, ես եռանկյունիները Այստեղ երկու ճյուղավորում կա, մեկը սենց է գնում, պտտվում է Այնտեղ մեջտեղում չեմ կարում լավ հասկանամ շատրվանա, թե ծաղկանոց է ուղղակի Մյուս ճյուղավորումը Դե ես սենց կիշնեմ Մյուս ճյուղավորումը այնտեղից էր են հուշարձանի մոտից որ ասեցի տենց չգնանք ես է հուշարձանը այդ Սոչիի Շենիկն է, լավ լսում է ձեզ, հա? Կանգնի, կանգնում է, գնա, գնում է Այսքան բարձրացակ ոտքով Մենք օրը 3 անգամ ասենց ենք անում Ինչ եք ասում, օրը 3 անգամ? Այո Այսօր պատահաբար մենակ ենք իրար խմբով, իր անգերներով, իրար Հա Կարմիկ, հա? Չարլի բասիկ Չարլի է անունը Բաներ անի նկարեք Չարլի ջան նկարում եմ մի հատ ուղիղ կանգնի Չարլի նստի Հա ինչ խելոք է Կատի կտոր ապրես Պուջիլ է Այո կանգնի Այս կողմի վրա Դե մի հատ պտտվի ապրին Դուք եք իրանց շատ սիրում թե ինքը ձեզ Երևի ես Երևի դուք Չեմ կարող ասել բայց Սիրում եք իրար Առաջի շունն ա, ես չի պատկերացնում, ինձ բանաշունը Հա, երբեք չեք ունեցել, հա շուն, հետաքիր է Ձեզ լավ որ Ձեզ է շնորհակալություն, թռի Լավ զույգը Լսել ես անհայտ շինությունը Հա չէ, ուղղակի նստարան է ժողովուրդ Էլ ինչ ասես չէ, հնարեցի Նարդի խաղալու ես իմ ինչ
Բայց այն կինը զարմացրեց 3 անգամ օրեկան պատտվում է, պատկերացնում եք, գնում է եկեղեցու մոտ, այն կողմից իջնում է, այն նորակառույցների մոտով։ Լավ է։ Չէ, կարող է հենց ուղիղ իջնում է ստեղով, հետո նորից է գործանում։ Մի խոսքով կան էլի ուժեղ մարդիկ։ Սենց նստարաններ են բոլոր տեղերը, իրանց կողքի աղբամաններով։ Գրեթե հասա երկրորդ հարթակին։ Չէ, այնտեղ շատրվան չի, ծաղկանոցը ուղղակի։ Կռունկները գնում գալիս են։ Մետել ըստ տրադիցիայի եկեղեցու վրա էլ նայենք։ Դեն կողմ էլ չեմ գնա, ստեղ խաղահրապարակ երևաց, երեխաներ չկան ճիշտ է, դե կգան էլի, չէ՞։ Ես պաստորեն երկրորդ հարթակի վրա եմ դեռ։ Հա, այսքան ցույց տվեցի, չասեցի, ժողովուրդ։ Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Ճարտարապետը Բաղդասար Արզումանյան։ Սա, եթե չեմ սխալվում, բարերարներ էին, այդ անշուշտ, հենց ամուսնու էլ Սարգիս էր, մարդուկին էին, բայց որտեղից էին, չգիտեմ, երևի Ամերիկայից։ Ահա, ինչ հարմար է, հարցրեցի, ասեց Սարգիս Գաբրելյան, Նյու Յորքից։ Ես ճիշտ ասած մարդուկին էի հիշում, բայց Աբոն մենակ ամուսնուն ասեց։ Եվ իհարկե կաթողիկոսի հավանությամբ։ Ասեց դեմ չեք չեմ սարքեք, դե եկավ օծեցին և այլն, գիտեք ոնց է այդ կատարվում։ Մի խոսքով Սարգիս Գաբրելյան, Նյու Յորքից։ Աստեղ էլ է ինչ-որ ճանապարհ մտնում մեր ընդհանուր ճանապարհի մեջ։ Հա, մի հատ էլ աչից է մտնում, քիչ ներքևից։ Ինչքան շներ կան տարածքում, բայց ագրեսիվ չեն, հանգիստ շներ են։ Ես աչի ճանապարհը սենց գնում է, պտտվում է, ու նորից հետ է մտնում։ Են մասերում։ Դե վերևից որ նկարում էի, ուշադիր որ նայի, ամբողջ երևում էր։ Ափսոս մայրամոտը չեմ տեսնի, լավ էդ էլ տնից։ Նույնն էլ երևի են մեկն է տենց։ Հա, չէ, նա պտտվում է, վերևում է միանում։ Են էլ հուշարձանն է հանդեղ։ Ես էլ եկեղեցին աստեղ։ Մի հատ էլ ստեղ է մտնում ճանապարհ։ Էլի պտտվում է երևի միանում է։ Այն մեջտեղում ոնց որ թե բոլորը միանում են նորից։ Հեսա մի հատ էլ էս կողմն է։ Ճարտարապետը իմիջայլոց
Ընկերոջս Աշոտի, որը հիմա չկա, դասավանդում էր իրան, որ եկան գործ անելու, զրուցեցին։ Ու Աշոտինց խմբից մի աղջիկ էլ Արզումանյանի արհեստանոցից էր, հետը աշխատում էր։ Շատ լավ աղջիկ էր։ Հետաքրքիր է հիմա ինչով զբաղված։ Դե ճարտարապետ էր, երևի մի բան նախագծում է, կառուցում է, կամ արդեն հանգստանում է։ Հա, նայեք, ստեղ շատ կան արդեն այդ նստարաններից տարբեր կոնֆիգուրացիայի։ Այս մեկը մեզ ծանոթ է, չէ՞։ Այո, վերջի հարթակը, արդեն համարը չեմ հիշում, Շատրվանով։ Գեղեցիկ է։ Կարող է Արզումանյանի խումբն է նախագծել։ Չեմ կարծում ինքը կենդանի է, բայց իր հետի աշխատողները այս մեկը այս կողմից ինչ լայն շենք է մարդ։ Դե վերջ, եկանք հասանք համարյա Դավիթ Բեկ փողոցին։ Ես է Դավիթ Բեկ փողոցը։ Վայ, ես էլ մեքենաս նայեք, խելոք ձիի նման եկել է կանգնել է, սպասում է ինձ։ Լավ մեքենա է։ Էլ չեմ ասի ինչա գիտեք։ Գնացինք։ Ինչև ես առաջի հարթակը, հետո արդեն չէ, դե իրար հետ էինք չկար ընդեղ տենց պանդուս նկատի ունեմ, նայեք, սենց պանդուս է, փողոցից, են կողմից, հարցանում է այդ Շատրվանի մոտ։ Մնացած հարթակները փաստորեն են կողքերից ճանապարհներ, որ գնում էին, հա, եթե սայլակով եք, կարաք այդ կողքերի շատ ճանապարհներով պտտվեք, բարձանաք, հետո այն կողմից պտտվեք, բարձանաք, և տենց մինչև եկեղեցի, ըստ երևույթին, այ, որ շուտ ֆայմեի կհետևեի դրան, բայց կարծում եմ տենց կլնի, ես էլ Դավիթ Բեկը, գնացինք, ես անց 20 արդեն, գեղեցիկ բան չի ստացվում էլ, չէ, մարդիկ հյուր են գալի, տանտերը չկա, ինչի նման է, Դավիթ Բեկ, ձախի վրա 6-րդ զանգվածն է, աչի վրա 5-րդն է, հեսա մի քիչ հետո են Սովետի վաղտի հայտնի էլեկտրոնիկայի խանութը կլնի, հեն է երևաց,
Եկեք եստեղից շրջադարձվեմ, հետադարձվեմ, ոնց կուզեք, ու են Շապրոնի փողոցով շուտ հասնենք տուն։ Ես երկար տեղից եմ, եկեք նենց գնանք։ Կանգնել ու կանգնել եմ։ Ճանապարհ չի նոր անցնենք ում։ Լավ սենց ուղիղ գնանք։ Այն կողմի շենքերը, որ երևում են այն վերևը, այդտեղ զբոսնել եմ։ Մի շենքն էլ ահագին խորը մտա, բակը նայեցի։ Մի բակ չկար առանձնապես, բայց այս փողոցները ոչ մի կերպ չեմ կարող հիշեմ, որը որն է։ Այնտեղ գիտեմ Դավիթ բեկը մի մոմենտ դառնում է Բադալ Մուրադյան դեպի մեզ։ Բայց այս մեկը Թևոսյան էր, ոնց էր, հետո էլ դե դառնում է Գայի պողոտը էլ։ Գնացինք։ Բայց ինչ փողոցը։ Գարաժների փողոց։ Զախից։ Լրիվ գարաժներ էին։ Կա Սուրեն Քոչարյան փողոցն։ Հələ մի քիչ իջնենք։ Հա էլի ժողովուրդ։ Սուրեն Քոչարյան փողոցն է։ Են Գրիգոր Լուսավորիչ առողջական համալիր, տենց էր չէ կոչվում։ Թե ուրիշ ձև էր կոչվում։ Դե Գրիգոր Լուսավորիչը հաստատ, հետո ինչ-որ համալիր էր։ Բուժական, հա? Բուժ համալիր։ Համաձայն եք։ Ու մեր Գյուրջան փողոցը։ Անցեք։ Անցեք։ Անցանք։ Չորս րոպե ունեմ հələ։ Հետո փոշմանած այստեղից թեքվենք ոյ մտնենք Սաֆարյան ես Yandex Goy աստեղ գրած է շենքի վրա Այս ինչա ամերիկյան դրոշով, հայկական դրոշով, սա ձախի վրա են։ Հետաքրքիր է, այս կողմից որ անցնում ես, ուրիշ բաներ ես նկատում, այն կողմից որ գալիս ենք ընդհանրապես, այն կողմից ենք շատը գալի էլ, ուրիշ բաներ ենք նկատում։ Այստեղ անջատեմ վատնաճանապարհը, այս էլ նախկին տաքսը պարկը և Ջուղայի փողոցը։ Եվս 5 հարգանի շենքերը առաջինները Նորքի մասիվում բարձրահարկները ավելի ուշ սկսեցին։ Ստեղից մտնենք
Մեր Նանսենը են էլ կինոյի տեղը կառուցած շենքը ես էլ մեր Միրգ բանջարեղենի շենքը են ինչ համար են գրած չկարացա կարդան Միրգ բանջարեղեն էր ստեղ դե գրած է հին սովետական գրած էր եմ է բայց չկարողացա կարդան երևի երկու տար փոքրել էր հա բայց հիշողությունը ինչ բանա չէ այդ պամիդորի հոտը հենց անցնում եմ քթիս ա խփում են հին պամիդորը որ մի ռուբլի տալիս էինք մի ящик վերեինք կալում առանց վերդ ես էլ երեխեքի մանկապարտեզներ ես էլ առաջին կառույցը հետևից երկրորդը որը փոքր մասիսը փագեց լավ մնաք հայր ջան մայրամուտը չեմ խոստանում դրա համար եկեք հրաժեշտանք միշտ առողջ լինեք և խաղաղ երկինք վերջը Լվովյան ընկանք այսօր